Բարև ձեզ, մեր սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօր անջատեք խոսափողը պոդքասթի մեր հերթական թողարկումն է և շաբաթը շատ հագեցած էր, ինձ թվում է առավել հարմար կլինի, որ սկսենք վերջին ժամանակների ամենաշոկային երևույթներից մեկի քննարկումից, Նիկոլ Փաշինյանը մետրոյում վիրավորեց կնոջը և երեխային Ֆիքսենք, որ կինը Արցախից էր և հերոսի դուստր էր, իր հետ նաև իր երեխան էր, ով այդ պահին շոկի մեջ էր վստահ եմ, որտեվ մենք կամերաներից այս կողմ նայելով էինք արդեն շոկի մեջ, ուր մնաց այդ փոքր երեխան այդտեղ այդ հուզական վիճակի մեջ չլիներ։ Մենք երկու հաղորդում իրար հետևից խոսում ենք այն մասին, որ երեխաներին չի կարելի քաղաքական բայց Նիկոլ Փաշինյանը եթե տեսնես Քարոզ Արշավի մեջ ամեն հանդիպման ժամանակ միշտ լինում են նենց երեխեք, որ կամ իրանց անունը Նիկոլ է, կամ իրանք ծնվել են հեղափոխության տենց ոգևորությամբ Միշտ կան այդ երեխեք, կամ կան երեխեք, ովքեր երազել են տեսնել Նիկոլ Փաշինյանին ու իրանք հեռախոս չունեն Սոնա Ղազարյանի իրանց նկարում տեղադրում է իր Facebook-ով, որ ծնողները գտնեն իրանց երեխեքի նկարներ, միշտ լինում է։ Նա մեկ էլ հիմա արդեն պապիկներն են տենց ավելացել, որ այս պապիկը չուներ հեռախոս, բայց ուզում էր Նիկոլ Փաշինյանի հետ նկարվել, գտնում եմ Facebook, հնարավոր է թողնել, օրինակ, չգիտեմ, ինձ follow-են, ինձ գտնեն իրանց պապիկի նկարը, տեղադրեն իրանց էջերում։ Ինչքան Նիկոլին օրինակ մենակ ենք թողում այդ ներկուսակցական Քարոզ Արշավի ժամանակ ինքը ինչքան մենակ է լինում, գնում ինքը իրանով պտտվում է, այդքան ինքը փչացնում է ամեն ինչ։ Այո։ Ու եթե տեսել ենք իրանց այդ Քարոզ Արշավների կադրերը, այնտեղ ֆակտ երևում է, որ իրանք ոհմակով հարձակվում են մենակ մարդու վրա միշտ։ Իրանց զոհը մենակն է։ Ըստ դեպքում էլ ինքը տեսել էր, որ կինա երեխայի հետ է, դժվար տենց բանավեճի մեջ մտնի, չէր պատկերացնում իրան ինչա սպասում։ Դրա համար տենց արխային իրանից դուրս սկսեց խոսալ։ Ու ինքը ինչ որ բան ինքը չգիտակցեց դրա համար հետո արդեն ասեց թե տենց ես բան չեմ ասել, բայց եթե ասել եմ, գնաց երևի այնտեղ ասցին եղբայր հոգեշեղված ես ինչեր ես խոսացել։ Ու ինչ որ հիշում ես հետո լրագրողը ասաց, որ դու զոհվածի աղջկան վիրավորել ես, ասել ես փախած եւ այլն, ինքը ասաց տենց չեմ ասել, հետո գնաց ներողություն խնդրեց, հետո էլի հրավիրեց եւ այլն, ու դրանից հետո կառավարության նիստից հետո, երբ որ ճեպազրույց էր հարց ու պատասխանի ձևաչափով, Նիկոլ Փաշինյանը այնտեղ ասաց, որ ինքը չի ասել արցախցիներին թռած, փախած, ասել է Արցախի ռազմաքաղաքական էլիտային առաջնորդներին, բայց իրականում արի հիշենք, թե ինչ իրավիճակում են հիմա գտնվում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, ու դա այն ամենացավալի, ամոթալի պատասխանն էր, որ ես երբևէ սպասում էի Նիկոլ Փաշինյանից, որ ինքը կարող է նման ձև արտահայտվել ռազմաքաղաքական առաջնորդների մասին, ու նույն պահին, երբ որ դու նայում ես, թե ինչ իրավիճակում են գտնվում այդ մարդիկ Բաքվի բանտերում, թե իրենք իրենց տարիքից ինչ մեծ են երևում, ինչ հոգեվիճակում են գտնվում, ինչերի միջով են անցնում նրանք այդտեղ, ու համեմատում ես այն ամենի հետ, ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, ուղղակի ամոթ է զգում։ Իմ համար ամոթ էր այն կադրերը, որ օրինակ Բակո Սահակյանին այդ վիճակում ես տեսա դատարանում։ Ամոթ էր այն կադրերը, որ Ռուբեն Վարդանյանին տեսա այդ վիճակում։ Ու մենակ իրանց չէ, բոլորին, որ նայում ես, այս մարդիկ ինչ ճանապարհ են անցել, ինչ պատմություն են անցել, իրանց կյանքը նվիրել են Արցախին ու Հայաստանին, ու դրանից հետո տեսնում ենք, որ Բաքվի բանտում այս մարդկանց սենց են վերաբերվում, իսկ Հայաստանում փոխանակ քո պաշտոնական ներկայացուցիչը, չասեմ ղեկավարը, քո մասին արտահայտվին այնց, որ միջազգային հանրությունը նայի, ասի, եկեք լավ, տեսնենք, այս ինչ է ասում, այս շեղվածը, կարող է տակը մի բան կա, գնանք մենք էլ մի բան անենք, ինքը կանգնում ասում է թռածները, փախածները, ձեզնից լավ փախածներ ու թռածներ չկան, դե նույն Ալենը չի կանգնում, իրանց այդ նույն ներկայացուցիչ չի կանգնում, ասում բանը, ասում եք Արցախ, հետո նեղվում եք, թե ինչի են Հայաստանի վրա հարձակվում։ Ինչի են ասում Հայաստանը, ասում բանը Հայաստանի տարածքը ասում մերն է։ Դուք էլ գնում ուրիշի տարածքը Արցախ ասում եք մերն է, իրանք ասում են Հայաստանն է, ուրեմն մերն է։ Հա ու գումարած տեղ ինքը խոսում էր, որ չպետք է միջազգային անվանումներ, որ նորմալ է, երբ որ քո երկրի տարածքը կոչում են իրանց լեզվով, ու ասում է, որ չպետք է նեղվեք դրանից, նույն ձև ասում է մենք ենք անում։
Դե ասենք եթե մարդ գիտես ոնց Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մեծ շատ sense հետաքրքիր կադր ընկավ աչքիս առաջ, որ մի մարդ մոտենում է Նիկոլ Փաշինյանին, ասում է հանդիպենք, Նիկոլը sense ոնց որ 50-50 ճանաչում է այդ մարդուն, այդ մարդը բանը այտենց հետո որ ուժեղացնես ու դանդաղացնես կադրը կլսվի, որ ասում է ես ԱԱԾ-ի հետ զոհված ու անհետ կորած ծնողների դեմ եմ աշխատում։ Նիկոլն ասում է գնա կհանդիպենք, կազմակերպեմ կգաս մոտս։ Ու այդ նույն մարդիկ, նույն մարդկանց ներկայացուցիչները ազգային ժողովի դիմաց ոնց են վարվում անհետ կորած ծնողների հետ կամ Ստենաց ոնց են աշխատում ծնողների դեմ, իրենց թվում է որ ֆեյքերի բողակով ինձ թվում է։ Իրենց թվում է որ այդ ծնողները չեն հասկանալու, որ իրենց տղաները չկան, որ ոչ մի բան չեն անում իրենց տղաներին, եթե գերիների մասին Ինձ թվում է քարոզչական այդ պահերով են իրանք ավելի շատ աշխատում, ոնց եղավ չէ, մի պահ բացահայտվեց այդ ֆեյքերի բողակը իրանց, մտան որ բացահայտեցին մի քանի մարդկանց, ովքեր նստած համակարգիչների դեմը հայհոյանքներ էին գրում զոհվածների ծնողներին, ինձ թվում է նույն տրամաբանությամբ էլի։ Նույն Ալեն Սիմոնյանը պատերազմ անցած տղուն հայհոյում է, կալանավորել է տանում, ասում է տարեք բանը թող խելքի գա մի հատ տենա ումա հայհոյում։ Նիկոլ Փաշինյանը մատաթափ տալիս։ Ասում է կշարունակեմ, ընկինն ասում է Արմինեն ասում է իմ հետ մատաթափ տալով մի խոսես, ասում է կխոսամ, կշարունակեմ մատաթափ տալ։ Ոչ այնա այս մարդկանց ասես եղբայր, դեմդ կինա երեխա է, անչափահաս երեխա է։ Ոչ այնա ասես դու երկրի ղեկավար ես, ոնց ես քեզ պահում։ Ոչ այնա ասես Սյոժը տղամարդ ես, քեզ տղամարդ եմ։ Հա, որտեվ չես կարա էլի։ Ոչ ղեկավարն է որպես ղեկավար ինչ որ մի բան, ոչ որպես տղամարդ է ինչ որ մի բան։ Ոչ էլ որ նայում ես էթիկայի կանոններին հետևող առանձնապես ինչ որ մեկն է, որ ասես ամոթ է։ Այո։ Հասարակական վայրում ես գտնվում, քեզ նորմալ պայմանը, ոնց կինն ասում է, նենց ինձ մի հասցրա ինձ այն վիճակին, որ ես ուշանում եմ, ես շուտ կանգար դուրս չգամ, որ ինչա քո երեսը չտենամ։ Բայց դու գիտես որ քննչական կոմիտեն հիմա զբաղվում է այդ հարցով ու զբաղվում է հաղորդումը ներկայացված այդ կնոջ Facebook-յան նախկին գրառումներից մեկի համար, որտեղ որ այդ կինը քննադատում է այն մարդկանց, ովքեր որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին կարծեմ։ Այսինքն, եթե դու համարձակվում ես Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում դեմ լինել իր վարած քաղաքականությանը ու դա արտահայտել ու այս դեպքում նաև պաշտպանելով քո շահերը, որովհետև այդ մարդը ուղղակիորեն հոգեբանական ճնշում էր գործադրում քո վրա, պիտի պատրաստ լինես, որ ցանկացած բայի կարող քո վրա դուրս գան ու կոպիտ ասած քրեական հետապնդման ենթարկեն, միայն այն բանի համար, որ դու ինչ-որ ստատուս ես գրել կամ դեմ ես այդ մարդկանց իշխանության։ Ես իրանց բաները որ քարոզարշավը նայում եմ, մի հատ հատված կար, որ շատ էր սրտիս կպել անկեղծ էլի։ Միայն տղամարդ էր, մոտ 50-ից մեծ տարիքի հաստատ, ու Ալեն Սիմոնյանն է այդտեղ կանգնած, ոնց որ Վահագներ Ալեքսանյան կանգնած, այլ անուններ չտամ, ու այդ մարդը ասում է, որ ես ձեզ չեմ ընտրելու, գնացեք մեր հայաթից։ Կողքն կա ինչ որ կին, չգիտեմ այդ կինը ով էր, ու այդ կինն էլ է նույն խոսքերն ասում, սրանք ոհմակով այդ մարդուն բերել են sense պայծեզդի դիմաց, շրջափակել են իրան, ու այդ մարդը ասում է դուք պատերազմ արեցիք, ձեր պատճառով այսքան զոհեր, ընֆրում այդ մեծ տարիքով մարդն ասում է, բա դու պատերազմին ուր էիր պատերազմին։ Մեծ մարդը ուր պիտի լիներ։ Ինչ էիր անում պատերազմի ժամանակ։ Պատկերացնում ես, ու այդ մարդը արդեն հուզական այնց վիճակում է, որ ես տեսնում եմ, որ ես իր տեղը լինեի, հնարավոր է այդքան չկարանայի ինձ զսպեի։ Կարող է վիրավոր էր, կարող է անպատվեր, կարող է նույնիսկ խփեր։ Ու իրանք հասցնում են դրան։ Իրանք ինադու անում են նենց, որ այդ մարդիկ հոգեպես չդիմանան, կոտրվեն, մի բան անեն, իրանք գործ հարուցեն, ոնց որ այն օրեն Ալենի հետ կապված միջադեպի ժամանակ։ Մի հատ արի խորանանք այդ կեղծ արտահայտության մեջ, որը որ ինչ է իր անում դու պատերազմի ժամանակ արտահայտությունն է։ Ցանկացած երկիր 21-րդ դարում ունի բանակ, ունի տարբեր պաշտպանական ռեսուրսներ, որը որ նախատեսված է պատերազմական իրավիճակում երկիրը պաշտպանելու համար։ Երկրի բնակչությունը պատերազմական իրավիճակներում կամավորական սկզբունքներով որոշակի աշխատանքներ է կատարում, բայց ոչ մի պարտավորվածություն չունի։ Բայց ոչ մի պարտավորվածություն չունի։ Հայ ազգը այն ազգն է, որ պատերազմի առաջին օրվանից թե կամավորական խմբերով մեկնեց ռազմաճակատ,
թե երկրի ներսում որոշակի օգնություններ ցուցաբերում, օրինակ չգիտեմ, դեղորայք էին հավաքում, Նիկոլի խնդրած բաճկոններն էր հավաքում տանում։ Այո, ուտելիք էին հավաքում, կանայք եւ աղջիկները տարբեր հիվանդանոցներում, հոսպիտալներում օգնություն էին ցուցաբերում, իհարկե խոսքը չի գնում բժշկական օգնության մասին, այլ օրինակ չգիտեմ, արուն էին հանձնում, ես օրինակ եղել եմ հիվանդանոցներից մեկում, որտեղ որ ուտելիք եմ լցրել այն ամանների մեջ, որը որ գնում էր մեր զինվորներին, ովքեր որ վիրավորում էին ստացել ու հիմա պարկած էին։ Ու ասել, որ օրինակ ինձ ասել ուր էիր պատերազմի ժամանակ, ինձ թվում է դա նորմալ չի։ Լավ, թեկուզ եթե դու այդ չստարե, մի րոպե դու երկրի ղեկավար ես, դու պարտավոր ես անես ամեն ինչ, դու չպետք է ուրիշներից գնաս պահանջես, էլի, խնդիրը հենց այդ է, որ դու քո մասով ինչ ես արել, որ եկել ես հասարակ քաղաքացուն ասում ես, բա ուր էիր դու պատերազմի ժամանակ, բա դուք ուր էիք պատերազմի ժամանակ։ Ու այդ ասում են այն մարդիկ, ովքեր ապրել են քառորյա պատերազմից հետո, մայիսին խրամատ էին փորում ու նկարում գցում էին ինտերնետում։ Այդ ասում են նույն մարդը, ով որ Սարյանի կաֆեներից դուրս չէր գալի 44 օրյա պատերազմի ժամանակ, ով որ կասկադում մարդկանց վրա էր թքում այդ ժամանակ։ Մի քիչ հետո լավ։ Ու այդ ասում են այն մարդիկ, ովքեր որ տեսնում էին, որ Արցախում սով է, կյանքի ճանապարհը փակված է, մարդիկ այնտեղ դատապարտված են սովամահության, տանջամահ են լինում, իսկ իրանք նույն ժամանակ փիփերթով սուպ էին ուտում, գցում էին ինտերնետ, ոնց են ուտում։ Ամեն օր մի սրճարաններից էին նկարներ գցում, իրենց սեղաններն էին առատ նկարում, տեղադրում։ Նոր տարվա սեղանին, երբ որ Արցախում ոչ մի բան չկար ուտելու, իրանք զատիկի օրը ձվածեղ էին անում, խոզի միսն էին կտրտում, ժարի տանում ուտում։ Ու նայ, երբ որ մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից, թե ինքը լինելով տղամարդ ու լինելով երկրի առաջնորդ ոնց է իրեն պահում, մի ասեք էլի տղամարդ, ոնց է իրեն պահում կնոջ նկատմամբ, արի մի հատ հիշենք ազգային ժողովում ոնց են պահում իրանց իշխանական պատգամավորները, կին պատգամավորների նկատմամբ։ Մի քանի օր առաջ Հակոբ Արշակյանը։ Այո, ոնց էր իրեն պահում։ Եթե ասենք ինչ Արշակյան։ Աննա Մկրտչյանի։ Ինչ Արշակյան։ Ոնց էր իրեն պահում Աննա Մկրտչյանի նկատմամբ։ Խոսում է դաստիարակությունից մարդ, ում քաղաքական ղեկավարը կնոջ վրա հարձակվում է մետրոյում, անպաշտպան միայնակ կնոջ վրա հարձակվում է մետրոյում։ Ու շնորհքից խոսում է այդ մարդը, դաստիարակությունից խոսում է այդ մարդը։ Բայց արմիատ հասկանանք, որ ներկայիս իրավիճակում իշխանական տղամարդ պատգամավորները մոռանում են, որ իրանք տղամարդիկ են, ու իրաց պիտի պահեն տղամարդու նման։ Դա անթույլատրելի է։ Եթե պատգամավորը ընդդիմադիր աուկին է, պետքա քեզ տենց պահես։ Նույն դեպքում օրինակ Արտուր Հովհաննիսյանն էլ շատ հիշում ենք, չէ՞, ինչ արտահայտություններով էր հանդես գալիս կին քաղաքական գործիչների մասին։ Սերավարակի թեստ հանձնել ու տենց շարունակ դա նորմալ է։ Դա իլսի որ իրանց թվում է նորմալ է, իրանց մոտ կան մարդիկ, ովքեր պետք է հանձնեն այդ անալիզը պարտադիր էլի, նոր բաց թողվեն հասարակություն։ Հաստատ նորմալ է իրանց դեպքում։ Մեր դեպքում նորմալ չի, որովհետև մեր թմակիցների, մեր ընկերական շրջապատում, մեր քաղաքական առաջնորդների մեջ չկան մարդիկ, ովքեր դրա կարիք ունեն, իսկ իրանց դեպքում կա դրա կարիքը, պարտադիր կա։ Այո։ Ուզում եմ նաև խոսենք մի թեմայից, վերջերս շատ են բանտերում տեղի ունենում ինքնասպանություններ։ Բացի ինքնասպանություններից արի արձանագրենք մի փաստ, որ օրեր առաջ Նուբարաշեն կարծեմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից բանտարկել է փախել ու մինչ օրս չի հայտնաբերվել։ Ինչի մասին է սա խոսում։ Նախ եթե փախել է, եթե այդքան թույլ եք տվել, եթե վիճակը նենց է, որ մարդը փախել է, հնարավոր է իրան դրսում ավելի անվտանգ է, քան ներսում։ Ու հենց խոսում ենք դրա մասին, որ դրանից մի շաբաթ առաջ նույն խցում տեղի ունեցել ինքնասպանություն։ Խոսում է նաև այն մասին, որ այդ փախած մարդը, այս մասով խնդրում եմ փախածը Նիկոլի փախածի մասին չի, էլի, բանտից դուրս եկած մարդը փորձել է ինքնասպանություն գործի, իր բանտ ընկերները մենք չենք արդարացել տվյալ մարդու ընդհանրապես չէ, բայց ցանկացած մարդ, ով ինչ պատճառներով հայտնվել է քրեակատարողական հիմնարկներում, չպետք է մատնվի նման անտեսության, չպետք է հայտնվի այն իրավիճակում, որ ցանկանա դիմի ինքնասպանության, ու պետք է մենք նայենք, թե այստեղ խորքային խնդիրը որն է, որ այս քայլն է գնացել այս մարդը։ Ու արդարադատության նախարարը դրանից մի քանի օր հետո, երբ որ իրան հարցնում են, դուք ձեզ վատ չեք զգում, որ բանտում մարդիկ են մահանում, ասում են, իսկ դուք փողոցում որ մարդիկ են մահանում, դուք ձեզ վատ եք զգում։ Ուր ենք հասել։
Հա, դու պետքա քեզ ված գաս, որովհետև քո ղեկավարած հիմնարկում Այո։ մարդիկ ինքնասպան են լինում։ Շատ դաժան միջոցներով իրենց կյանքին վերջ են տալիս, որ քո հիմնարկում էլ չլինեն։ Այո։ Որովհետև դու չես կարացել ստեղծես այն վիճակը, Բարենպաստ իրավիճակը, բարոյահոգեբանական պայմանները, որ այդ մարդիկ գոնե թեկուզ մեկուսացած մնացածից, թեկուզ ինչ որ այլ պայմաններում ապահով զգան իրանց։ Այո։ Հա, հնարավոր է իրանց կյանքում շատ մեծ, շատ կոպիտ սխալ են գործել, բայց պատժողը, եթե նայում ենք դատական համակարգը արդեն պատժել է այդ մասով։ Այո։ Մնացածը թողեք Աստծուն, դուք ով եք։ Բայց մի կողմից էլ արի նայենք, եթե այդքան հեշտ է բանտից փախուստ կատարելը, արի հասկանանք, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն դատապարտյալներ, ովքեր որ շատ լուրջ հանցագործությունների համար են դատապարտված, ու այսինքն ցանկացած բան իրենցից յուրաքանչյուրը կարող է նույն ձևաչափով բանտից փախել է այդ մարդը, ուրեմն շատ վատ անվերություն է եղել։ Ինչ ասեմ, ասենք դուք չեք կարող անվտանգային պայմաններ ստեղծեք։ Ոչ անվտանգային պայմաններ են կարողանում նորմալ ստեղծել, ոչ բարոյահոգեբանական պայմաններ են ստեղծում, այսինքն այն մարդը ցանկացել է ինքնասպան լինի դրանից առաջ ոնց հասկացանք։ Մի շաբաթ առաջ փորձել է ինքնասպանություն գործի, կանխել են։ Ու դրանից հետո ասենք չեն աշխատել այդ մարդու հետ, որ հասկանան ինչ խնդիր ունի, հոգեբանական ինչ վիճակում է հիմա գտնվում, խիա ուզեցել է տանի, կամ եթե քիչ ուշադրություն դարձնեիք։ Ու վերջին տարվա ընթացքում 4-5 ինքնասպանություն եմ ես հիշում։ Այդ մենակ որ ես եմ հիշում, քանի չհրապարակված կա։ Այո։ Ամենադաժան ձևերով իրենց կյանքին վերջ են տվել այդ մարդիկ ու ոչ մեկ չուզեցել հասկանալ խորքային խնդիրը ստեղ որն է, ու որ ասում ենք ինչ գործ ունի օրինակ կինը գաղութների վարչության պետ։ Ես էլի կասեմ դա ինչ գործ ունի։ Եթե դու չես կարող գնաս քո բանտարկյալի հետ նստես, ազատ խոսած, հասկանաս այս մարդը ինչ խնդիր ունի, թող քո պաշտոնը գնա էլի։ Այդտեղ ոչ այդքան կնոջ հարցն է, ինչքան անկարողության հարցն է։ Հասկանում ես, այնտեղ վիճակներ կան, որ անհնար է ուղղակի։ Ինչպես յուրաքանչյուր ոլորտ այդ ոլորտն էլ են։ Արի խոսենք դպրոցների մասին։ Ես էլի կասեմ ես 300 դպրոց 500 մանկապարտեզ նախագծի մասին, բայց այս անգամ եկեք այդ հանգիստ թողենք, ես 2 ամիս ժամանակ եմ տալիս կգվսնեին, տենանք ինչ են անում, նոր կարադառնանք էլի այս թեմային։ Դեպք է տեղի ունեցել։ Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի բակում 181-րդ դպրոցի բակում լցվում է կոյուղա ջուր։ Այն մարդկանց համար, ովքեր որ բավարար չափով տեղեկացված չեն, կոյուղա ջրի արկայությունը ոչ միայն հոտի առումով է տհաճ, այլ նաև լուրջ ազդեցություն է թողում մարդու առողջության վրա։ Լուրջ հիվանդությունների բուն է, ասենց ասած։ Այո։ Ու այդ կոյուղաջուրը լցվում է ինչքան ժամանակ է արդեն բակ, այդ երեխաները ապրում են իրենց կյանքից գալ այդ օրված գալի հատված այդ կոյուղաջրերի հոտի ներքո, նստած դաս են անում, ինչը ես համարում եմ ոչ նորմալ, ու ես չեմ համարում, որ այն երեխանով, որ ժամերով շնչում է կոյուղաջրի հոտը, ինքը ունակ է դաս սովորելու կամ ունակ է իր ուղեղը նորմալ ձևով աշխատացնելու։ Դպրոցի բակով ուղղակի այդ ամեն ինչը ասենց գնում է, երեխքը մեջով քայլելով հասնում են դպրոց, իրանց հետ այդ ոտնահետքերով տանում են ներս, դրանից հետո այդ կոյուղաջրերի մնացորդներով գնում են տուն։ Սա ուրեմն Նիկոլի ասած բարեկարգված դպրոցներն են, խնդրում եմ մի հատ էս կադրը ֆիքսենք, որ ինքը ասում է, որ դպրոցները, բոլոր դպրոցները այս տեսքն ունեն հիմա, մանավանդ մարզի դպրոցները։ Ու հիմա մենք տեսնում ենք պատկեր 181 դպրոցում, որ ամբողջը քանդած է, տրուբաները պայթած են, կոյուղաջուրը լրիվ լցվում է դպրոցի բակ։ Իրանց հույսը նրա վրա է, որ մարդիկ ինտերնետ չունեն կամ աչքեր չունեն, չեն տեսնում, թե ինչ վիճակում են գտնվում դպրոցները։ Ու այդ դպրոցում սովորում է 1-ից 9-րդ դասարանի աշակերտներն են սովորում, այդ դպրոցում սովորում է մի քանի 100 աշակերտ, չեմ ասում էլ ուսուցչական կազմը, որ ամեն օր իրանք այդ ամեն ինչի մեջ ստիպված են լինում անցնել, գնալ դպրոց հետ գալ, ու էլ չասեմ, որ երեխքը այդ հատվածում պետքա ֆիզկուլտուրա անեն։ Կարող է եւ անում են։ Կարող է եւ անում են, իրենց ինչ կա։ Ընդհանրապես իրենց համար ոչ մի խնդիր էլի այդ մասով։ Դպրոցներից մեկում, թիվ 27 դպրոցում տեղի է ունեցել մի դեպք, որ անչափահաս երեխաները ծեծի են ենթարկել դպրոցի պահակին։ Այո։ Դպրոցի պահակը հիմա հիվանդանոցում է գտնվում, քրեական գործ է հարուցվել այս մասով,
ու երբ որ իրանք ասում են, որ մենք դպրոցներում ստեղծել ենք այնց վիճակ, որ ատեստավորում են անցել բոլոր ուսուցիչները, մենք հոգեբաններ ենք բերել դպրոց։ Ամեն անգամ, երբ որ իրանք տենց բաներ են խոսում, իմ աչքի առաջ են պատկերն է, որ այն 4-րդ դասարանի երեխային աշակերտները ստիպողաբար թմրանյութ էին օգտագործել տվել։ Այդ գործը իմիջիայլորդ կարճվեց։ Այլ բան չէի ասում։ Այդ գործը կարճվեց հիմնական sense ասեմ անցնենք արագ այս մասը բանը վտանգավոր բան չէին տվել այդ երեխուն։ Թմրանյութը վտանգավոր չէ։ Հա, եզրակացությունից էր, որ ոչ մի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ չի եղել։ Թմրանյութը ոնց հասկացանք վտանգավոր չի։ Նորմալ է։ Իրանք ասում են, որ օրինակ մենք դպրոցներում ունենք ոստիկանության ներկայացուցիչ, ունենք տեսուչներ, այդ իրանք ասում են դրանից մի շաբաթ հետո օրինակ այս դեպքն է լինում։ Մի անգամ էլ դա ասեցին դրանից մի շաբաթ հետո դպրոցում մեծ քանակությամբ թմրանյութ տարածող երեխայի գտան, ով այդ երեխան աշխատանքով էր այդ զբաղվում էլի, աշխատանքով, ինչ ասեմ ուրիշ։ Մոռացա ինչ է ասեցի։ Ամեն դեպքում մենք դատապարտում ենք թմրանյութերի թե տարածումը թե օգտագործումը։ Հա, բայց շատ ցավալի է, որ անչափահասների շրջանում թմրանյութի տարածումն ու օգտագործումը հիմա հասել է անենց մակարդակի, որ ասենք մենք կյանքում չէինք պատկերացնի, որ մեր երկրում այդ կարա լինի, որովհետև այդ անտերի հասանելիությունը հիմա բոլորի հեռախոսներում կա դրա հնարավորությունը։ Ու բացի փողոցներում քայլում ես անունները գրած է այդ։ Այո։ Չասեմ ինչերի, որ դրանցով կարան գտնեն։ Այո։ Բոլոր երեխաների մոտ կա էլեկտրոնային դրամապանակներ, որով կարող են իրենք փոխանցումներ անեն։ Ու չի հսկվում սա, թե ում փոխանցեց, ինչ փոխանցեց այս երեխան։ Այո։ Դպրոցի բուֆետի փողն է, հա, ծնողը ուղարկել է, ինքը ինչի վրա ասես ծախսում է։ Շատ ցավալի է, որ օրինակ քայլում ես այգիներով ու տեսնում ես, որ պատանեկան տարիքի երեխաներ ինչ որ բաներ են ման գալիս։ Որտեւ երեխի հետաքրքրությունը լրիվ փոխվել է ուրիշ կողմ։ Ու ինչ հետաքրքրություն ունեն ֆուտբոլի։ Որ ֆուտբոլի։ Այն որ վաղը հիմա կտեսնենք այդ ֆուտբոլի։ Վաղը Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Բելարուսի հավաքականի հետ։ Ինչ կանխատեսումներ ունես այդ խաղի։ Չեմ կարա ասեմ, եթերային չի։ Շատ վատ վիճակում ենք ախր է։ Ես նայում եմ հրավիրյալներին, ոչ մի բան չունեմ ես այդ մարդկանց դեմ անկեղծ եմ ասում, բայց ասենք եթե կա երկու հնարավորություն, կանչել մարդու, ով մի քանի տարվա ստաժ ունի մեր մոտ, ով արդեն թմային աշխատանքին ծանոթ է։ Ում մասին է խոսքը։ Հեսա կհասկանանք։ Թմային աշխատանքին ծանոթ է, գիտի ինչը ոնց, ինչից հետո, կանչում ես դու 18 տարեկան մարդու ԲԿՄ-ից։ Ով նոր ասենք այդ ամենի մեջ ու դու չեմ փորձում արդյոք ու նեղացնում ես դու մյուսին։ Մյուսը քեզ ասում է ես ուզում եմ գամ խաղամ, դու ասում ես սպասի, այն մեկը չգա քեզ կկանչեմ։ Չէ, արի մի հատ բան հասկանանք, որ այդուհանդերձ խաղը ընկերական է, ու ընկերական խաղերը հնարավորություն են տալիս։ Դե հիմա Մելիքյանի ասածն էլ այդ էս ասում է, այս ընկերական խաղերին փորձենք, եթե այդտեղ շատ վատ պարտություն տանենք, էլ իրանց կմոռանանք, այն նեղացրածներին հետ կբերենք։ Դե դա ճիշտ չէ, բայց հիմնականում ընկերական հանդիպումները հնարավորություններ են տալիս այն մարդկանց, ովքեր որ 17-18 տարեկան են ու իրենց հրավիրելով հավաքական հնարավորություն են տալիս այդ մարդկանց խաղալու։ Պետք է հասկանան, որ չի կարելի նեղացնել ֆուտբոլիստների։ Նույնը, օրինակ մենք հիշում ես անցած թողարկման ժամանակ խոսեցինք Տիգրանի մասին։ Այո, Տիգրանի մասին, օրինակ չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ ֆուտբոլիստի նկատմամբ, որովհետև այն 17-18 տարեկան տղան, որ նոր է գալիս հավաքական ինքն էլ է բախվելու այդ խնդրին։ Ու Տիգրանը, որ տարիքով մեծ էր, ինքը ավելի հասուն ձևով վստահաբար արձագանքեց 17-18 տարեկանի համար, ով որ նոր է սկսում կարիերան, դա շատ վտանգավոր ու աղետալի հետևանքների կարող է բերել թե իր որպես ֆուտբոլիստի կայացման հարցում, թե որպես անհատ։ Ընդհանրապես այդ համակարգում մարդկային շփումը բացակայում է։ Չկա նորմալ վերաբերմունք, այն վերաբերմունքը ինչ որ պետքա լիներ։ Ընդհանրապես բացակայում է։ Եթե օրինակ քո ֆուտբոլիստն է սխալ արել, դու կանչի բացատրի խոսա, հետո ոչ թե նեղացի, այդ մարդուն հավաքականի ուսի էլ մի կանչի խաղերին, ասա լավ թող գնա, հետո ինքը արդեն կգա կխնդրի։ Բայց ինչի նույնը չարեցին Սպերցյանի հետ, որովհետև ակնկալիք կա ստեղ։ Այո։ Ու եթե խոսում ենք ԲԿՄ-ից, եթե նայենք օրինակ քանի երիտասարդ է ԲԿՄ-ով ազատվել զինծառայության գնալուց, ու նայենք քանի կադրատվ է հետո ԲԿՄ-ն, շատ ցավալի պատկեր է։
Հիմա շատ կոպիտ չհնչի, բայց շատերի համար կարա այդ լինի հենց ծառայությունից խուսափելու միջոց։ Գնան այդ 2 տարի ու կես արդեն կներեք։ Ես որքանով որ տեղյակ եմ, իրենք ամբողջապես չեն ազատվում բանակից, ինչ որ հատուկ ձևաչափով են բանակում ծառայում, եթե ես չեմ սխալվում։ Մենք բոլորս գիտենք դա ոնց է տեղի խնդրում եմ։ Մի հաչացրեք մեր շներին։ Այդուհանդերձ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ավարտի իր ֆուտբոլային կարիերան, քանի որ Ինտերի հետ բանակցությունները պայմանագրի երկարացման կյանքի չի կոչվում։ Լավ, սաղ մի կողմ տեսլեք Ինտերի TikTok-ները։ Որպես SM մասնագետ շտապ եմ հիասթափեցնել ձեզ ու ասել, որ Ինտերի նման հոլովակները, ռիլերը հասանելի են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խորամանկությունը այդտեղ էր։ Եվ այլ երկրից հնարավոր չի տեսնել եւ հիանալ հայ հայկական։ Այսինքն որ ես հիմա ուրիշ երկրից իրանց էջ մտնեմ, այդ վիդեոները չի բացի։ Մենակ մեր համար։ Այո։ Ասեմ ավելին, եթե հնարավոր է այս վիդեոներ գցենք, մենակ քպականները տենան։ Տենց բաժանումներ չկա TikTok-ում։ Ափսոս։ Իրականում ինչի հիշեցի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին խոսեցի, որովհետեւ ցավալի է, որովհետեւ հիմնականում ֆուտբոլիստները իրենց կարիերայի մայրամուտում ցանկանում են իրենց վերջին խաղերը անցկացնել հենց հավաքականի կազմում ու ազգային հավաքականում ցույց տալ իրենց ամբողջ կարողությունները։ Օրերս օրինակ Լեհաստանի հավաքականը Ալբանիայի հետ հանդիպում անցկացրեց ու քանի որ արդեն Ռոբերտ Լևանդովսկիի վերջին խաղերից մեկն է, նա արտացվեց չնայած այն բանի, որ հաղթեցին իրենք եւ շատ ցավալի է, որ նման ֆուտբոլիստ, որը որ մենք ունենք ու չենք հրավիրում հավաքական ու նորմալ չի հարաբերությունները թե քաղաքական վերնախավի, թե ֆուտբոլի վերնախավի հետ հանգեցնում է նրան, որ այդ մարդը չի կարող իր ֆուտբոլային կյանքի կարիերայի մարիամուտը անցկացնել։ Եթե մենք Երեշային լսենք, շատ հնարավոր է, որ Հենրիկը գա։ Ինքը ոչ մի խնդիր չունի, էլի ոչ մեկի հետ Երեշայի ասել։ Ինչ անենք, սպասենք Հենրիխի խաղին Հայաստանի հավաքականում։ Հրաշքների սպասենք։ Ինձ չի թվում, թե Հենրիխը 50 տարեկանում կխաղա հավաքականի կազմում։ Բայց ինձ թվում է գոնե մի օր ինչ որ պատկերի փոփոխություն կունենանք ու Հենրիխ Մխիթարյանը կկարողանա այն ներազդեցությունը ու այն մակարդակի օգնությունը ցույց տալ Հայաստանի Հանրապետությանը ու մեր ֆուտբոլին, որը որ ինքը ցույց է տվել։ Ես չգիտեմ ինքը որպես ով ինչ դերում կվերադառնա հավաքական ֆեդերացիա, բայց ես վստահ եմ, որ վերադարձը լինելու է, վերադարձը անխուսափելի է։ Այդ կապ չունի ինչ դիրքում, ինչ պաշտոնի, որպես ով հավաքականի համար կամ ՀՖՖ-ի համար, բայց վստահ եմ լինելու է դա ու դա հայկական ֆուտբոլին կտա մի հատ ուրիշ մոտիվացիա, որովհետև գիտես ոնց օրինակ մեր երեխեքի մեջ էլ փոքր մանկահասակ երեխեքի մեջ էլ որ նայում ես, իրանց համար Հենրիխը շատ ուրիշ է։ Այո։ Ու երբ որ Հենրիխը Հայաստանում լինի, վստահ եմ այդ իր ազդեցությունը ունենալու է հենց թեկուզ այդ փոքր երեխեքի շրջանում։ Իրանք ավելի են ձգտելու գնան այդտեղ, մոտ լինեն այդ ամեն ինչին։ Հիմա ոնց որ Հենրիխը մի քիչ հեռացած է Հայաստանի հավաքականից, բայց ոչ ֆուտբոլից երբեք էլի։ Ու երեխեքի մեջ այդ մի քիչ թուլացել է այդ վիճակը։ Օրինակ ես հիշում եմ մեր տարիքայինների մեջ մենք ոնց էինք սպասում հավաքականի խաղերին։ Մենք ոնց էինք ուրախացել, որ Հենրիխ Մխիթարյանը գնացել էր Բորիսիա խաղալ։ Տեղափոխվել էր Բորիսիա։ Ասենք իր ուրախություններ, բայց բոլորս իր հետ հավասար sense երջանիկ էինք։ Իդեպ օրինակ հավաքականի խաղերը միշտ նայում եմ, բայց ակումբային ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել հենց այն ժամանակ, երբ որ Հենրիխ Մխիթարյանը սկսեց խաղալ Բունդեսլիգայում Բորիսիայի կազմում։ Հա։ Այ ինքը հենց մոտիվացիա է երեխեքի համար։ Այո։ Ու մեզ էլ ինքը որ թիմ գնում էր, մենք սկսում էինք այդ թիմի խաղերը ավելի ուշադիր նայել, սկսում էինք ակտիվ այդ թիմին հետևել։ Ինքը որ գնաց Բորուսիա, Հայաստանի Հանրապետությունում բոլորը դարձան երկրպագու։ Ու թեկուզ այս վերջին խաղերի ժամանակ, որ ես ընդհանրապես ասենք, այն հակառակորդ թիմին ավելի շատ է երկրպագում, բայց եթե խաղում է Հենոն, բնականաբար դու թողում ես քո թիմը, ու միշտ սիրել ես երկրպագել ես, գնում ես Հենոյի հետևից։ Միշտ այդպես։ Դա մեր հային է, մեր Հենոնն է, այդ վիճակն է, էլի։ Ու ես վստահ եմ, որ էլի կունենանք Հենրիխ Մխիթարյաններ հետագայում։ Ու հենց Հենրիխն էլ կարող է լինի այն մարդը, ով հայկական ֆուտբոլը բերի այն վիճակին, որ մենք մենակ Հենո չունենանք, մենք ունենանք Հենոներ։
Հուսով եմ կունենանք նաև բարոյ հոգեբանական այն մթնոլորտը ու այն մարդկանց կունենանք, ովքեր որ մեր ֆուտբոլիստների, թե պատանեկան ֆուտբոլիստների, թե առավել մեծահասակ ֆուտբոլիստների պոտենցիալները կկարողանան ամբողջությամբ բացել եւ այդ մարդիկ Մի կողմ կդնեն իրենց ամբիցիաները, մի կողմ կդնեն իրենց էմոցիոնալ վիճակները, կարողանան կրկնել այն ռեկորդը, որը որ մենք ունեցել ենք, իսկ մեր ռեկորդը մինչ այժմ համարվում է UEFA-ի դասակարգման աղյուսակում 32-րդ, եթե չեմ սխալվում, հորիզոնականը գրավելը։ Դե ինչ մաղթենք հաղթանակ վաղը մեր տղաներին, հաճելի դիտում բոլորիս։ Այո, ես առանց ներվային պորտկումների։ Ես մարզադաշտից եմ հետևելու խաղին։ Ես տեսնեմ ինչպես կստացվի դեռ։ Հուսանք, որ մեր տղաները կմատուցեն։ Չպակասեք խաղից հետո խնդրում ենք։ Հուսանք, որ մեր ֆուտբոլիստները ցույց կտան իրենց ամբողջ պոտենցիալը, շատ գեղեցիկ ու դիտարժան հանդիպում կլինի ու իհարկե հաղթական ավարտով մեր հավաքականի համար։ Դե ինչ, սիրելի YouTube-յան հետևորդներ, ավարտվեց մեր ոդքասթի հերթական թողարկումը։ Շարունակեք լայքել, կոմենտել եւ մեկնաբանության բաժնում գրեք ձեր հարցերը, որի մասին կուզենեք խոսենք հաջորդ հաղորդմանը։ Այո, մենք տեսնում ենք, որ դուք շատ ակտիվ եք TikTok-յան հարթակում։ Մենք կարդում ենք ձեր բոլոր մեկնաբանությունները։ Ինձ թվում է մենք TikTok-ում արդեն ինչ-որ արձագանքի վիդեոներ կսկսենք տեղադրել, որովհետև այնտեղ կան կոմենտներ, որոնց ես պարտադիր ուզում եմ անդրադառնամ։ Այո, հետևեք մեզ TikTok-ում, որպեսզի բաց չթողեք նաև այդ ձևաչափով մեր նոր վիդեոները։ Շնորհակալություն։